Սիրելի հետևորդներ ջան, բարևում եմ բոլորիդ։ Մեր մոտ եղանակները բացվել են։ Ես էլ շտապում եմ իմ աշխատանքին։ Մի պահ կանգ եմ առել, որ ցույց տամ մեր այս սիրուն սարերը, հատկապես ձյունապատ լալվարի սարը։ Մեր այս Լորվաձորի թաքուհին է լալվար սարը։ Ահա, եւ շատ գեղեցիկ այս պարզության մեջ երևում է։ Մի քանի րոպե վայելենք այս հրաշք տեսարանը, հետո շտապենք ամենքս մեր գործերով, որից հետո էլ դե իհարկե ես շարունակություն կտամ եւ կմիանամ ձեզ։ Բոլորիդ լավ օր եմ մաղթում եւ սպասենք մինչեւ կմիանամ ձեզ։ Դե գնացի։ Սիրելի հետևորդներ ջան, եկել եմ տուն, պեչը վառել եմ ու կոֆե եմ դրել պեչին։ Մինչև որ կոֆեն կեփի, ես էլ պատրաստվեմ միանալ ձեզ, իրար հետ կոֆե խմենք, հետո տենանք ինչ ենք անում։ Սիման իրան լավ է զգում, տեղը տաք, փռվել է իրա ձևերով։ Ուր ես գնում, Սիմուչկա, շոքեցիր։ Ջան, հետայ, ջան եմ ասել է Սիմուչկային, տեղը տակ, քանի որ գիտեմ, որ իմ Սիմուլիային շատ-շատերդ եք սիրում, դրա համար կադրը մի քիչ երկար եմ պահում, սիրելի հետևորդներ ջան, հիմա զբաղվեմ կոֆե փելով, որպեսզի մի քիչ արագանա։ Մի հատ էլ մոտենանք կոֆեին, արդեն սկսում է բարձրանալ։ Ջան, այստեղ ջուր եմ դրել թեյնիկով, քանի որ համով բան եմ ուզում պատրաստել։ Ահա, Սիման էլ շարունակում է խորը քնել։ Սիմուլիա, Սիմուլիա։ Բայց թե ականջը ձենի է, էլի։ Հենց իր անունը լսում եմ, մի հատ շարժում անում, էլի, յուրահատուկ։ Ահա։ Ոնց որ թե թաքուն է ուտում եւ արդեն լեցնեմ։ Կոֆեն արդեն իրան սխատում է, ձեները հանում։ Իմ գործն էլ պետք է արագացնեմ։ Այս չայնիկը տաք ջրով, այս էլ կոֆեն։ Վաղուց հապեչի վրի եփած կոֆե չէի խմել, կարոտել եմ։ Ահա, քանի որ պեչի վրի եփած կոֆեն դե մի ուրիշ համի է, էլի։ Այսենց, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, այսօր շատ լավ տաք օր էր բացվել, հենց առավոտվանից, սենց աղ պարզ բացվել էր, էլի շուրջ բոլոր, տեսակ էլի ցույց տվեցի մեր Լորվաձորի թաքուհուն, լալվար սարին, ձյունապատ, այն կենտրոնական մասի սպիտակ փակածը, հենց լալվար սարն է, իսկ կողքերին արդեն ուղղակի բարձր ժայռեր են։ Հիմա սիրելիներս այստեղ պատրաստվում եմ հացի խմոր անելու եւ ուզում եմ պեչի վրա լիպոշ թխեմ։ Արդեն մի քիչ թդարիքը տեհել եմ, էլի, դրոժն ու աղը մի քիչ գոլջերով խառնել եմ ստեղա, մի հատ լավ բացեմ։ Հա, արդեն գործում է, էլի սա ծածկեմ, մի երկու րոպե էլ կմնա, մինչև կոֆեն կխմեմ, իսկ մինչև կոֆեի խմել էլ եւս մեկ անգամ ցույց եմ տալի այն օրվա քաղած մանուշակը, մի հատ էլ հիանանք էլի մոտեցնեմ ձեզ, շատ սիրուն է։ Այս ամեր այս ծորերը կլծվեն, հետո քամու հետ, այդ անուշ բույրը կտարածվի։ Այստեղ էլ մի քանի այս հենց այն կլոր շոկոլադներից ստեղ կար, այստեղ եմ տեղավորել, նաև շատ եմ սիրում, որ այս սպիտակ սուրճի բաժակի այս տակդիրները, որին այս ափսե չեմ ասում, նմանատիպ բաներում օգտագործում եմ։ Օրինակ, մեկը այստեղ տաք ջազվայի տակ եմ տեղավորում, այս մեկն էլ արդեն տաք թեյնիկի, ու ինչ շատ է օգնում, հատկապես երբ որ ձեզ եմ միանում ու այստեղ եմ ոչ խոհանոցում, կարոտել եք չէ, այս սիրուն վայրը լիմոնի ծառը բերքով լեցում,
ծաղիկները այստեղ ներքև եմ դրել, չեմ բարձրացնում, քանի որ այստեղ շտապում եմ խմորս անելու, նաև կոֆեն վայելելու, դե եկեք կոֆեն վայելենք, դուք կամած, ես մի քիչ արագ, որ արդեն հասցնեմ, էլի անց չի կենա այս պահը։ Սիրելի հետևորդներ ջան, փոքրիկ հետևորդուհի ունեմ, 3 տարեկան է, անունը Նարե։ Նարե ջան, քեզ օդային պաչիկներ, հատուկ քեզ համար սիմիչկային ցույց եմ տալիս, տես ինչքան խելոք ա քնել, դու էլ քո մամային կլսես ու խելոք քնի ժամին կքնես, տաքուկ, ահա, իսկ հիմա անցնեմ խմորը պատրաստելուն։ Ահա, սիրելիներս, ես իմ կոֆեն արագ խմել եմ, ոչինչ մեկ ուրիշ անգամ, մինչև վերջ ձեր հետ կխմեմ, շատ վաղուց որ հատկապես հացի խմոր չեմ արել, ու այսօր որ գործից գալիս էի, պետք է նաև հաց առնեի, մի քանի գնումներ կատարեցի, բացի հացը, հետո որ եկա տուն ասի լավ էլ հետ գնացողը չեմ, ու քանի որ պեշն էլ վառած էր, ասի դա ինչ անեմ, բերեմ մի փոքր գունդ հացի խմոր անեմ, հավեսով, ձեզ էլ հավեսի բերեմ, ինչպես միշտ, ամեն մի տարբեր բաներով։ Արդեն այստեղ լավ դրոժը հասունացել է, համի թևերս քշտեմ, ահա, հայավարի։ Հետո երևի ձեռով անեմ, ձեռքերս մաքուր է, ստեղ գդալը հանում եմ, սա պետք չի, մի պահ որոշել էի, որ գդալով կանեմ, բայց պետք չի, ահա։ Մի հատ ցույց տամ, թե ոնց է դրոժը լավ հասունացել։ Ընդհանրապես միշտ, երբ որ խմոր եմ արել, այս ձևով չեմ արել, անմիջապես համ խոսեմ, համ սկսեմ հունցել, մի քիչ էլ ջուր ավելացնեմ։ Երբ որ միշտ հացի խմոր էի անում, այն տարիներին, երբ որ միշտ էինք անում, ոչ մի անգամ սենց դրոժն ու աղը իրար չեմ խառնել, թե բա հասունանա նոր խմոր անեմ։ Հիմա սենց արի, որովհետև դրոժը տանը կար, ճիշտ է ժամկետի նայել եմ, ժամկետը տեղում էր, բայց ամեն դեպքում մի հատ փորձեցի, ասինենք չլի էլի գործս անեմ, հետո դրոժը չգործի, ես էլ մնամ շվարած, քանի որ տակը մաքուր էր, այստեղ դրեցի ինքնաբերաբար, քանի որ դե ձեռքի հետ հենց է հարմար լինում, ահա, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, մի խոսքով միշտ թենց դրոժը աղը լցրել եմ ու անմիջապես իմ խմորը սկսել եմ հունցել, բայց շատ լավ հիշողություններ ունեմ այդ տարիների հետ, երբ որ ընտանիքս, երեխեքս փոքր էին, բոլորս այստեղ էինք, դե հիմա երեխեքս թև են առել թռել, այդպես, այդ մասին չեմ որ ուզում եմ խոսել, այլ խմորի մասին, որ մեծ տաշտ ունեինք, այդ տաշտը դեռ պահում եմ, կարող եմ մի օր էլ հարմարացնեմ, այդ տաշտն էլ ձեզ ցույց տամ, համել ասեմ, որ համարյա թե ոչ մի անգամ սենց պուճուր խմոր արած չեմ, են էլ հացի, միշտ մեծ խմորներ եմ արել, դե ոնց ասի, սկսած մեծ տաշտից, որ համարյա թե մի մեշո կալյուրը մեջին տեղավորվում էր, ես էլ ջահել հարսը, սենց թևերս քշտեի ու առանց տրտնջալու, նույնիսկ մեծ սիրով ու հավեսով, որ այդ գործը ես եմ անում, այդ հացի խմորը ունցում էի ու ես էի թխում մեր փռի մեջ, սենց հետո դրանից հետո, որ արդեն դե քիչ տարիները փոխվում են, չէ, ահա, արդեն սկսեցի փոքր լագաններում անել, բայց ոչ այսքան փոքր էլի, հա, այնքան, որ ասենք 10 հատ հաց էր լինում, 15 հատ հաց էր լինում, ու էդ էլ ասեմ 3 օրում վերջանում էր, համ շատ համով էր, համ էլ դե մենք հայերս շատ հաց սիրող ենք, բոլորս էլ գրեթե, ըհը, մի քանի որ իմ խմորն ստիպու ջուրա, մի քիչ էլ պետք է զգուշ լինեմ, էլի որ հանկարծ ջուրը շատ չի լցնեմ, հետ ալերի վազեմ, չնայած դե ալյուրը ունեմ, 5 կիլոգրամանոց պաչկայով եմ ալիր առել, որ էլ մի տանն էլի, մեկ էլ տենում եմ սիրտս մի բան ա քաշում, մի բան եմ թխում, չնայած որ այս խանութնումը, որ այսքան լավ բաները
թխած, պատրաստ, տենում ենք արդեն մի ձևի այդ խելուցել ենք այդ վարժվել, բայց թե գիտենք էլի, որ տան արածնում էր ձեռի արածը, ոչ մի բանի հետ չի կարելի համեմատել, այս սենց, ոնց որ թե լավ էլ բռնացրի, լավնա, ու արդեն սկսեմ հունցման ընթացքը, ալյուրը լավնա, բարձր որակի ալյուրա, բայց թե մակվա ալյուրը չի, բաղրամյան տեսակի ալյուրն, սիրելի հետևորդներ ջան, ընդհանրապես հացի խմորը պետք չէ, որ շատ պինդ անենք, պետք է մի քիչ թույլ լինի, որ ինքը փուչ-փուչ լինի, այս սենց ջան, Սիմոն քնած հանգիստ, տունը տաք, ինքն էլ դե իհարկե փորը կուշտ, այդ հենց երևի ընդհանրապես բաներ կան չէ, որ առիթ է դառնում, հիմի ես որ հացը մոռացա առնեմ բերեմ, այդ հենց առիթ դառա, որ միտս գծեմ, հետո պեչի վրա լիբոշ թխեմ, բայց թե մի բան էլ կա, մի բան էլ եմ միշտ արել ու արել, երևի մի գունդն էլ այդ ձևով անեմ, այսինքն կանաչիով, պանիրով ու ձևով, Պեչս տակա, տունը տակա, դուրն էլ ցուրտ է, բայց ցրտահարություն չեղավ, փառք Աստծո, ցրտահարություն լինում է այն դեպքում, երբ որ թե ջունը ծառի վրա է ալում, ցերեկվա ընթացքում հասցրած չի լինում հալվի ամբողջը, հետո այդ քշերը պարսկա քշեր անում, աստղերն ու լուսինը դուս են գալի, զլզլալե, հետո ցրտահարությունը այդ վաղտ է ալնում, բայց այս երկու քշերա որ սեն ձինաբան, ամբոտ է ծայլել էլի, պարսկա չարավ, շատ լավ է, դե սաղ բերքատու ծառերը կոկոմի միջին շուլալվածն են, հենցն էլ կա, որ է արդեն ծաղկել է, օրինակ ծիրանը, նուշը, ալուչը, դրանք արդեն ծաղկած էին, որ այս ձինը եկավ, Քանի որ ծիրանի մասին խոսեցի, սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ մեր գեղումը ծիրանը շատ հազվադեպ ալում, երևակայ 10 տարին մի հետ ալում, մենք էլ մեր բաղջումը միվենց ծիրանի ծառ ունեինք, շալախ ծիրանի սորտներ, հաստաբուն, մեծ, պապական ծառեր, հետո կտրեցինք այդ ծառը, որ հետև ծաղկում էր, բերք չէր տալի, Մենք էլ որ այս կարալյոկի այգին գծեինք, շատ միտ կարինք, այդ ծառի տակին շատ երկար նստեցինք, հետո սրտի ցավով այդ ծառն էլ կտրեցինք էլի ամեն դեպքում, քանի որ դե որ բերք չի տեղ զբաղացներ, կտրեցինք էլի։ Մի գեղումը հազվադեպ մարդ, որ ասենք ծիրանի ծառ ունի գծած, բաղջի մի անկյունումը, որ երևի չխնգար է էլի, քանի որ արդեն սաղս էլ գիտենք, որ ծիրանը մեր գեղումը համարյա թե չի լում, բայց թե որ լում է, են իչքան առատ է բերք տալի, Այսպես, սիրելի հետևորդներ ջան, համարյա թե խմորս ավարտում եմ, սիրում եմ, որ հացի խմորը մի քիչ շատ ունցեմ, մնացել ատակին մի քիչ ալյուր, էդ էլ արդեն վրա հավաքեմ, սենց, ու երևի մի քիչ գոքիս վրա դնեմ, սենց, որ ավելի սենց հավեսով ունցեմ, համել դուք էլ տենակ էլի, Սիմը չկա, Խմորի համով ֆոտոքիթը տանք, էլ սիմուլյա, արդեն մի քիչ արագացնեմ, քանի որ խմորը սենց պուճուր խմոր է ստացվել, ուզեցի, որ ամբողջ այս ընթացքը ձեզ միացած մնալ, սիրելիներս, հետո կտեսնենք ինչ ընթացք կլինի էլի, Այս արդեն խմորը ամբողջական վերակ էնում, բայց մի հատ մի քիչ ջուր եմ կաթացնում, որ արդեն ձեռքիս խմորն էլ հավաքվի, բայց զգուշ եմ լինում, Ընդհանրապես մեծ խմոր անելու դեպքերում կողքի սամանով ջուր էի պահում,
Հիմա էլ կուզեի ամանով պահել, բայց ոնց որ թե պահի տակ մոռացել եմ ամանով բերել ջուր դնել, դրա համար դե ոչինչ, բռիս մեջ կլցնեմ, չի խանգարում, ամեն հնար ու ճարն էլ մենք կգտնենք, մենք կանայքս այդպիսին ենք, մի քիչ էլ կողքերը ալյուրից մաքրում եմ, չեմ սիրում, որ հացի խմորի այս լագանը կապ չունի, մեծ խմորա թե փոքր, կողքերը ալերակոլո լալում, հետն էլ գոգնոց էլ չեմ կապել, դե արդեն շատերը գիտեք, որ գոգնոց կապելը չեմ սիրում, անգամ եթե ես մեծ խմորներ էի անում, ես ալյուրոտ չէի լինում, չեմ պարծենում, բայց թե իմ մոտ թենց է ստացվում ու թենց է սաղ կյանքս սովորել եմ, ստի արդեն կեսուրի գալու վաղթն է, գիտեք չէ, էդ որն է, կեսուրի գալու վաղթը, երբ որ խմորը պլպլում է, դե որ ընդհանրապես ալիրը նոր շղաղում ենք սենց, մի քիչ ինքը կոշ տալում, չէ, կոպի տալում, մի քիչ տեսքը սիրուն չի լում, հա, այդ վաղթը ուզում չենք էլի, որ կեսուր մամաները գան, տենան էլի, որ մեր խմորը սիրուն չի, բայց թե հենց պլպլունն է անգնում, ոնց որ միստիսայ, ամբողջ մորը արդեն լագանից պոկվում է, արդեն կեսուրի գալու վաղթն է, ով ջահել հարսի կա, թող իմանա, այսպես, մի քիչ էլ հունց եմ, ու սա արդեն պատրաստ, արդեն ձեռքերիցս պոկվում, անհամբեր սպասելու եմ, թե երբ խմորը լինելու, որ վայել եմ, դե որ արդեն այսքան փուռ էլ կա մեր գեղում, բաց հետո էլ դե ուրիշ տեղերից էլ են բերում, երբեմն սենց բաները մոռացության ենք տալիս, բայց արժե, մեկ-մեկ վերհիշենք, միգուցե ձեր հավեսն էլ բացվի, հետո դնեք մի փոքր խմոր անեք, ընդհանրապես այս լիպոշները կարա գազօջախի վրա էլ թխել, սիրել հետևորդներ ջան, հաս ջարովնիկի մեջ, հաս թավայի մեջ, մի փոքր էլ ջրոտ անեմ, և այդ նույն բանը կստանաք, եղել է տարիներ, որ ասենք գազօջախի վրա էլ եմ էլի այս նույն ձևի թխել, ասենք ամառը, երբ որ պետք չէինք վառում, այդ դեպքում էլ գազի վրա էի թխում, այն հացի քիչ տարիներին էլի, այն որ հացի խնդիր կար Հայաստանում, հատկապես, շատ դժվար տարիներ ենք ունեցել, բոլորս էլ, ոչ երանի այդ դժվար տարիներին, բայց թե ամեն դեպքում համ ու հոտ կար էլի, կարելի ասել իմ խմորը պատրաստ է, մի քիչ էլ կունցեմ, արդեն փուչիկ, դուսակցում, մի հատ էլ եմ ուզում բարձրացնեմ, այսենց, մի քիչ էլ հունցեմ ու կծածկը, դեռ օրվա ժամանակ ունեմ, չգիտեմ, էլի շատ գործեր ունեմ, ուզում եմ, որ մազերս էլ ներկեմ, խմորն անելուց հետո մազերս կներկեմ, ու այդ ընթացքում էլ խմորս կգա, սիրելիներս, սա արդեն վերջ, կողքերը մի հատ հավաքում եմ, այսպես, ընտիր, բայց հիմա սիրելիներս էստեղ ես նաև խմորի երեսին սիրում եմ ձետ կսել, ոչ թե ալյուր, դրա համար ձեթի շիշը ինձ եմ մոտեցրել, էստեղ հատակին եմ դրել, թեկուզ և ես մի ձեռքս խմորոտ է, բայց թե աշխատեմ շիշը շատ խմորոտ չանեմ, հետո մի քիչ էլի բռիս մեջ ձեթ եմ կաթացնում, մի քիչ էլ ձեթով եմ հունցելու, մի թեթև, այս մի քիչ էլ, համ խմորին ասենք փափկություն է տալի, փայլ է տալի, համ էլ արդեն այն վերջնական հունցի պահը նորից շատ սիրուն է լինում, այսենց,
Փոքրիկ ներքություն է, բայց կարևոր է։ Սիրուն, փուչիկ ճտճտում այլի։ Գիտեք չէ, որ խմորը ունց է պահանջում, հատկապես հացի խմորը, ինչքան հունցում ենք, այնքան ինքը լավ է լինում։ Մի քիչ լագան եզրերին, որ արդեն վրա հավաքեմ, ինքը ամբողջական իր փայլը ստանա։ Ուղղակի խաղում է խմորս։ Մի հատ էս հենց պտտում եմ, որ այն իր հարթ մակերեսը ընկնի երեսը։ Այսպես, սիրելիներս, խնդրեմ, այս ձևի խմորը ստացա, դե այստեղ էլ ամեն դեպքում ձեռի հետ այս մի սրբիչով էի ծածկել, բայց նաև ես շատ եմ սիրում, որ խմորի երեսին անպայման այսպես փակում ենք ցելոֆանով, այս դեպքում արդեն սննդային թաղանթով, որը թույլ չի տալի խմորի երեսը չորանա։ Եթե անգամ այդ մեծ խմորների դեպքում էլ արդեն հատուկ ցելոֆան ունեի պահած, այսպես, ու արդեն սրանով լրիվ, քանի որ տունը շատ տաք է, շատ ծածկել պետք չի, մի քիչ էլ կմոտեցնեմ դեպի պեչը, այս անկյունը լավ տաք է լինում, ու կսպասեմ խմորի բարձրանալուն։ Ներկը կբացեմ արագի մեջ, մազերս կներկեմ, դե այդ ընթացքում էլ արդեն խմորը կգա։ Այս իրա բալզամնա, դե բոլորդ էլ գիտեք, այս իրա ձեռնոցները, սա կարդալը մեզ պետք չի, և բացում եմ, այս հենց հատուկ ներկ բացելու համար, սա հենց փոքր ամանա, շատ վաղուցավոր ունեմ, քանի որ Սաթենը վարսավիրական էր սովորում, այդ ուղղությունով նաև աշխատել է որոշ ժամանակ, հետո արդեն գնացել Ռուսաստան։ Ու այս բաները ինձ է մնացել, սկսած վարսավիրական հայելուց և բոլոր իր պարագաներով։ Այսպես, սկզբում միշտ սա եմ բացում, բայց այս պահին ներկը խառնելու այդ հատուկ սանդրը ձեռքս չընկա, մի քիչ էլ շտապում եմ, ոչինչ, սովորական սանդրով կխառնեմ, եթե ձեր հետ էլ պատահի այդպես, կարող եք նաև սովորական սանդրով խառնել, ոչ մի բան չի խանգարում, իհարկե դե այս սանդրի այս պոչիկով, այսպես, արևը դուրս է եկել ու այն կողմի վրան այս լուսավորությունը, մեր գիժմարտը իր յուրահատուկ եղանակային ձևավորումներով, այս էլ եմ արագացնում, ուր ես գլորվում, ու սենց այս էլ եմ կաթեցնում ստեղ, արագ պտի խառնեմ և իհարկե արագի մեջ կադրից դուրս մազերս կներկեմ սիրելիներս, մազերս լավ խտացել է այս ընթացքում և արդեն մի քիչ էլ կմնա թենց, մի քիչ էլ կերկարի, չգիտեմ, կարող է միգուցե վաղը գնամ Վարսավիրանոց, մի քիչ ուզում եմ, որ շերտերը վերանայեն էլի մազերս, որ ավելի գեղեցիկ տեսք ունենամ, այսենց, այս ընթացքում մեկ-մեկ ես տանը արդուկ վենով ուղղել եմ մազերս, բայց թե դե Վարսավիրի արածը մի ուրիշ է էլի, ինչքան էլ որ մենք անենք, միևնույնն է Վարսավիրի արածը միշտ էլ տարբերվում է մեր արածներից, հատկապես երբ որ ուզում եմ մազերի շերտերի այդ կտրվածքին մի հատ վերանայեն, այսենց, ինչ է վերջին կաթիլը, ոնց ասած, սա այստեղ, շատ եմ սիրում, որ չգիտեմ ինչի պարտադիր փակում եմ, ներկի հոտը շատ եմ սիրում,
Եվ արդեն սկսեմ արագ-արագ խառնել ու անցնել ներկելուն, գնալու եմ, բաղնիքում եմ միշտ ներկում, այնտեղ հայելու դեմը, որ ավելի հեշտ լինեմ, նույնպես շատ կոկիկ եմ անում, ոչ մի կաթիլ չի թափվում ու կմնա այսպես 30-ից 40 րոպե, ընդհանրապես ըստ սովորության 45 րոպե եմ պահում։ Դե ես գնացի մազերս ներկելու։ Քանի որ մազերս ներկել եմ ու փաթաթած է, մի քիչ եթերային չի էլի, այդ ձևով չեմ սիրում նման բաներով ներկայանալ, բայց այս ընթացքում էլ պարապ չեմ էլ ուզում մնալ, կանաչի էի գնել, թարմը, փարթամ, խառը կանաչիների թաքուհին, ջոն, և այս ընթացքում մաքրեմ, արդեն իսկ խմորս բարձրանում է, չեմ սիրում այ, որ սենց թելով են կապում, այն ռեզիններովն եմ սիրում, հիմա այս թելը կտրելիս, գոնեն ենք չեն կապում, որ ասենք, հեշտ կարենանք էլի հանենք, բայց լավ փորձեմ, Աստված ջան, ոչինչ թե, ուրեմն այդ ռեզիններից չունեն մարդիկ էլի, հեշտ ստացվեց, երբեմն չի բացվում ու բարկացնում է, հիմա հանդրեմ, ջոն, ինչ լավն է հոտը, լավն է, շատ լավն է, հանդրել ու բանել, թե հենց առանձնակից չկա, բայց ես սենց հանեմ, որ մաքրածս նոր ստեղ տեղավորեմ ու տանեմ լվանամ, ճիշտ է, ասի էլի, թե հենց մաքրել ու բանել չկա, ոյ, շշկելում եմ արդեն, հենց էլ է չէ պատահում, որ հակառակ ենք դնում մեր մաքրածը, համեմ, պետրուշկա, սամիտ, ջան, բա հոտը, ու խայ, էսա որ 2 հատ էլ կամ էլ 3 հատ ձու եմ կոտրելու, մի քիչ էլ են լավ իմ սիրած պանիրից եմ քերելու, հետո մի հատ լիպոշի մեջն եմ լցնելու, կդառնա լցոնած լիպոշ, ջան, արդեն սովածացա այսքան բանը ասելով, ոյ, կծկծում է ներկը մազերս, գլխամաշկս, ուրեմն գործում է, բայց ընդհանրապես, որ մազերս մի քիչ երկարում է ու խտացել էլ արդեն, 2 հատ ներքն է էլի հերիքում, ես մի քիչ եղավ, ուզում եմ 2 հատ վերցնել, բայց թե քանի որ իմ ներկը չէր, ոնց ասած, ասի դե բան չկա, այս անգամ էլ թող մի հատ ովելի յոլա տանի, հետո որ վաղը չեմ յուս օրը գնալու եմ քաղաք, ընդեղից կառնեմ, այն անգամ, որ գնացել էի, այնքան սենց գործերով տեստեն վազի վազարի, նոր հետ գալիս ճամփին հիշել եմ, որ վայ, բա պետք է ներկել նայեի, ու տենց եկա տուն, հիմա մատիս թել չեմ կապի, որ ասենք հիշեմ, կամ էլ գրիչով աստղ չեմ անի, հաստատ կհիշեմ այս անգամ, քանի որ այս անգամ որ գնամ, գործերս մի քիչ թեթևա լինելու, այսենց, ID քարտել եմ հանում, գնացի ասեցին պատրաստ չի, բայց թե իրա օրներ էլի, որ ասել էին 18 օրից կգաս, ես 20 օրից գնացի, ու էլի չկա ու չկա, խնդիրներ, ամենուր խնդիրներ, կանաչին լվացի եկա, 2 հատ էլ ձու եմ կոտրել, բայց լայք եք տեսեք, սիրելի հետևորդներ ջան, աքլորի ձու է,
պարզ երևում է երկու կողմն էլ, այդ սպիտակ տոճկեքը նշանակում է, որ արդեն ձուն աքլորի ձու է։ Այս մեր սիրուն դեղնուցներով ձուն առայժմ մի կողմ եմ դնում, որ կանաչի կտրեմ, այս ամբողջը չեմ կտրելու, ստեղ կանաչուց թաց ա եղել, կանաչին կտրեմ, մի քիչ էլ պանիր եմ քերելու, այս արդեն կապ չունի, խոշորա, մաներա, այնքան որ կտրած լինի, ընդհանրապես մարդկա այս պոչերը դեն ա նետում, բայց ես կասեմ համը ստեղ ա, այսենց, սիրուն, կտրում եմ ավելի ահոտը տարածվում, այնքան համով ա լինելու, աննկարագրելի, կփորձեք անպայման, սիրելի հետևորդներ ջան, եթե փետի պետք չկա ձեր տանը, արդեն կարող եք ջեռոցների մեջ պատրաստել, կամ էլ հենց գազօջախի վրա, ուղղակի պետքա այդ թավան մի քիչ հաստ լինի ու դանդաղ կրակի վրա։ Հիմա այստեղ ինձ է մոտեցնում սա, մի հատ ձուն ստեղ լցնում հարում, չնայած որ կանաչին էլ լցնեմ, արդեն ինքը հարվելու է, ձեռքով լցնեմ, ավելի հեշտ կլինի, ավելի արագ, այսենց, այս մի կողմ, մի հատ այս սանգեմ իրար, աղ չեմ անելու, քանի որ պանիրը որ քերեմ արդեն պանիրի համը սրան արդեն հերիք կլինի, պանիրն էլ քերեմ, ստեղ ինձ է մոտեցրել, այսքանը հերիք հա, դենց կթափվի, ջոն, անտիր, սովորական կալինինոյի պանիրն է, բայց շատ սիրուն, ինքը քերվում է, երկար շերտերով, տեսնում եք, ջոն, այսօր խաչապուր ել էի բերել, ճիշտն ասած, մի քիչ էլ տեղից ոնց որ թե տրամադրություն առաջացավ, նման համովություն պատրաստելու, սա էլ վերջ, ու մի հատ տեսեք, թե ինչ ընտիր բան ա լինելու, թեթևակ եմ խառնում արդեն, որ շատ պանիրը չջարդվի, եթե անգամ խմորը լավ եկած չլինի, արդեն նույնիսկ հենց այդ ձևով էլ կարող եմ անել, համել, պետք է որ հասցնեմ, ինչե որ մազերս ներկը կվերցնի ու այս համովությունը կսարքեմ, կվայել եմ, ձեզ էլ իհարկե հավեսի կբերեմ, դե գնացինք, արդեն մի քանի հատ գունդ եմ արել, ստեղա, այս մեկը բացել եմ, հիմա ուզում եմ այս համովությունը լցնել, ամեն առաջ այս եմ ուզում լցնել, որ համստեղ չչորանա ինքը, համել մի հատ առաջ այս համովությունը վայելեմ, ոնց երևում է երկու հատ ալնելու սրանից, երկու մասի բաժանեցի, այսենց մի քիչ, սենց բերում եմ, ջոն, անտիրա լինելու պեչս էլ լավ, հետո սենց վրա եմ քաշում և ուղիղ պեչի վրա, արդեն պեչի վրա եմ դրել այս համովությունը և համբերատար կսպասեմ մինչև լինի, արդեն իսկ բարձրանում է, սիրուն, ու շատ համով բույր ա տարածվել, Սիման էլ տեղը փոխել է, եկել է պեչի ետևին ա փռվել, իր հավեսով, պոչիկներ խաղացնում է, ես էլ ուշադիր հետև եմ, որ չայրեմ, պեչի կողքին նստած,
ճամփա եմ պովում, թեև դիլնի, բայց ստեղ այս փուչիկը երևի պայթացնեմ, ահա, ավելի ճիշտ կլինի, այս էլ, շատ այլի փքվել, պետք չի, խմորը շատ լավ եղել է, ստուգեմ, արդեն պողվում է, պետք չի, որ շտապեմ, բում չմնա էլի, այսպես, են այստեղ ովը համ հացը, համ էլ համովությունը, իսկ կողմն էլ ապոքվում, արդեն շրջել եմ ու այս սիրուն տեսքն ունի, քանի որ ձեթով էի գունդը բացել, դրա համար այս հատվածը այդ իրա ձեթն է, որ դուրս է եկել, այս սենց, այդ մյուս կողմն էլ կլինի ու կվայելեմ, հենց որ այս մեկը վայելեմ, արդեն նրան շարունակություն կտամ։ Սիրելի հետևորդներ ջան, այս մեկն արդեն եղել է, ընտիր, ահա, մի հատ էլ այս մյուս կողմը ցույց տամ, հլա տեսեք, ոնց է իր այդ փուչիկ տված տեղերը երևում, ահա, այս կողմը ու մի հատ կիսեմ, տեսեք էլի ներսն էլա, որ ընտիր լինում ու ես ինչքան ախորժելի է, ջան, ահա, հիմա ես սրան կվայելեմ, բայց 1 րոպե անց, քանի որ պեչի կրակը գնում է, ես էլ արդեն հասցրել եմ, ահա, այս մեկն էլ եմ բացել, հիմա սա էլ լցնեմ, տեղավորեմ նույն ձևով պեչի վրա, այսենց, ահա, հնարավորինս պատառաքաղով հավաքեմ, ամեն մի համով պատառը, այսենց, ընտիր, էլ այսպես նույն ձևով վրա եմ հավաքում և էլի արդեն պեչի վրա դնելու ժամանակ մի քիչ կձգեմ։ Արդեն հացն եմ դրել թխվի, սիրելիներս, որին էլ հենց լիպոշ ենք ասում։ Առաջվա տարիներին շատ ենք թխել, այն հացի խնդիր լինելու տարիներին, հենց որ ալյուր էինք ձեռք բերում, հետո պեչի վրա սենց լիպոշներ էինք թխում, քանի որ ոչ գազ կար, ոչ լույս կար նորմալ, ու մեր պեչը օգնության էր հասնում։ Արդեն թխվում է, ոնց տեսնում եք, սիրուն բարձրանում է, հենց որ երեսը մի քիչ, այս իր ջրային մասը գոլորշիանա ու արդեն մակերեսը փոխվի գույնը, արդեն նշանա, որ հացը եղել է, պիտի շրջեմ, ինչքան է սիրուն չէ, որ կողմից էլ նայում եմ, շատ սիրուն է։ Դե մի լցոնած լիպոշն եմ թխել, այն մեկը վայելել եմ, այն մյուսն էլ կամ այսօր, կամ էլ վաղ առավոտյան չի խանգարի։ Հիմա հետևեմ, որ հացս էլ լինի նորմալ։ Այս էլ իմ թխած լիպոշը, սիրելիներս, շատ ընտիրը ստացվեց։ Այսօրվա օրով ես էլ մի հատ հուշերի գիրքն անկամ, երբ որ տարիներ առաջ միշտ էլ սենց հաց էինք թխում։ Թող որ բոլորիս հուշերն էլ քաղցր լինեն ու երբեմն վեր հիշենք մեր անցած օրերը, քանի որ անցյալը նույնպես մերն է։ Դե առայժմ, սիրելի հետևորդներ ջան, մինչ հաջորդ վլոգ։ Ջան, լիպոշի բույրը վաղուց չէի շնչել։ Եվ իհարկե նաև լցանած լիպոշի։